Վերադարձանք տաղավար, այսօր այնքան լավ տրամադրություն է եւ երկուշաբթի օրը շատ կարեւոր է այդ ջերմ եւ լավ տրամադրությունը փոխանցել ձեզ, ինչ եմ նշում հատկապես երկուշաբթի, որովհետեւ աշխատանքային շաբաթը մեկնարկում է եւ շատերից համար հանգստյան օրերից հետո կարող է մի փոքր սթրեսային լինել։ Այսօր ոչ միայն ուղղակի այդպես դրական տրամադրությամբ օր է, այլև շատ կարեւոր նշանակություն ունեցող օր է։ Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որը Հայաստանում եւս նշվում է, ճիշտ է, ոչ աշխատանքային օր չէ ըստ այսպես տոնացույցի, բայց ամեն դեպքում ամեն տարի լինում են եւ միջոցառումներ եւ տարատեսակ ինչ որ նախաձեռնություններ, բայց ամենակարևորի մասին եմ ես ուզում այսօր խոսենք, երեխաների հոգեկան առողջության մասին եւ կարծում եմ արդեն կռահեցիք ում հետ պետք է խոսենք, եթե ոչ մեր շատ սիրելի Մարիամ Մեհրաբյանին, ով արդեն միացել է մեզ։ Ողջույն Մարիամ։ Բարի լույս Մարիամ։ Շնորհավոր երեխաների միջազգային պաշտպանության օր եւ ես իմ տաղավարից այսօր մանկանալու եմ, բայց որից հաստատ չի տուժելու թեմայի լրջությունը։ Շնորհավորելով երեխաներին շատ կարևոր մի փաստ պետք է բաց չթողնել, որ ծնողները եւս իրենց հոգու խորքում պետք է պաշտպանեն ու պահպանեն այն փոքրիկին, որից ելնելով հաճախ երեխաները տուժում են։ Կասեք ինչպես եւ ես պատասխանում եմ իմ կողմից ստեղծած հարցին։ Գիտեք, իրականում ամենաշատը երեխաները պաշտպանության կարիք ունեն հատկապես այն ընտանիքներում, որտեղ ծնողները մոռանում են, որ իրենք մի օր եղել են երեխա եւ այն էլ եղել են անպաշտպան երեխա, որովհետեւ հաճախ պետք է հիշել ոսկե կանոնը, անօգնական փոքրիկը շտապում է մեծանալ, որպիսի վրեժխնդիր լինի աշխարհի չարություններից եւ նենգություններից եւ այն բոլոր վատ իրավիճակներից, որը որ հենց իր անօգնական լինելու պատճառով նա հանդիպել է մանկության ժամանակ։ Այսպիսի բարդ թեմայի շրջանակներում պետք է նաև պահպանել տոնական տրամադրությունը եւ այստեղ հրավիրել ժամանակակից երեխաների, ոչ այնքան ժամանակակից ծնողներին։ Ինչու՞, որովհետեւ երբ մենք խոսում ենք մեր ներսում ոչ այնքան փայփայված երեխայի մասին, մոռանում ենք, որ միաժամանակ մեր կողքով ժամանակը գնաց առաջ եւ մեր իսկ կողմից լույս աշխարհ բերած երեխաներ այսօր արդեն համարվում են ժամանակակից, թվային, տեխնոկրատական դարաշրջանի երեխաներ, բայց մենք այդ մասին հիշում ենք ամեն օր, ոչ, բայց ամեն օր պետք է հիշել։ Այն դեպքում, երբ մեր ծնողները 60-70-ականների ծնված լինելով, 90-ականների անցումային շրջանում շատ հաճախ թացը չորի հետ այսպես խառնելով եղավ այն ինչ որ եղավ, այսօր հետ ենք նայում եւ ասում ենք, որ ինչպես է, որ մենք շատ հաճախ ողջ ենք մնացել, որովհետև այնպիսի մարտահրավերներ են 90-ականների երեխաները հաղթահարել, որ այսօր ծնող լինելով բնականաբար դեռ շարունակում են հաղթահարել իրենց սեփական փորձությունները եւ տրավմաները, իսկ ժամանակակից երեխաները ասում են ոչ թե շատ խոսեք, այլ շատ լսեք։ Ասում են մեզ հետ ընկերացեք եւ ծանոթացեք մեր աշխարհին, որտեղ խաղերը շատ են, այն դեպքում, երբ դուք բակային խաղերի մեջ հաճախ լիիրավ եք եղել եւ լիարժեք սպառել եք ձեր էներգիան։ Եթե մի փոքր բարդ բացատրեցի, ապա անպայման ուզում եմ ասել, որ երեխաների պաշտպանության օրվան զուգահեռ հունիսի 6-ին տեղի է ունենալու ծնողների պաշտպանության տոնը, որովհետեւ մենք առանձին ունենք հայրիկներին, մայրիկներին նվիրված տոնական օրեր, բայց չունենք ծնողների հոգեկրթության օր եւ այդ մասին հոգ ենք տարել եւ հունիսի 6-ին շատ ծնողներ հետ հանդիպելու ենք, բայց գիտեք ովքեր են խոսելու։ Այն ծնողները, ովքեր ժամանակակից երեխաների հետ արդեն ճանապարհ են անցել եւ այդ ճանապարհի մեջ բացահայտել են մի շարք գաղտնիքներ։ Պետք է նաեւ նշել, որ երեխաների միջազգային պաշտպանության օրը նաև նվիրված է հատկապես այն երեխաներին, որոնք որ նաև զրկված են հաճախ ծնողական խնամքից։ Ես գրկում եմ ձեզ եւ անպայման ուզում եմ ասել, որ ինչպես մենք մեր մեջ եղած երեխային ենք փայփայում, դուք վստահ եղեք, որ ձեր մեջ ապագա լավագույն ծնողն է նստած։ Ես 15 տարվա դիտարկումների շրջանակներում դա տեսել եմ իմ աչքով, որ հաճախ ծնողական խնամքից զրկված աղջիկը այսօր հրաշալի մայր է եւ նույնիսկ բազմանդամ ընտանիք է կառավարում։ Սիրելիներս,
թող ձեր օրը պաշտպանված լինի եւ չմոռանանք, որ ժամանակակից երեխան մեզանից պահանջում է համագործակցություն։ Եվ ես կարծում եմ, իմ սիրելի գործընկերները հոգեկան առողջության հետ կապված կրկին հարցեր կունենան, որովհետեւ ես շարունակեմ իմ զրույցը ձեզ հետ։ Մարիամ, ինչպես ասացիք, այո, մենք յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր ներսի փոքրիկ երեխային, այնպես որ կարող ենք մենք միմյանց շնորհավորել, քանի որ մենք նույնպես երեխաներ ենք, շնորհավորում ենք ձեզ նույնպես Մարիամ։ Մարիամ, այսօր միջազգային երեխաների միջազգային իրավունքի պաշտպանության օրն է, երեխաների առասարակ պաշտպանության օրն է։ Ինչպես պաշտպանել երեխային, որպեսզի դա նրա համար սահմանափակում չթվա։ Շատ կարևոր հարց էր եւ ես այդ հարցի կարիքը ունեի։ Այո, հաճախ պաշտպանությունը անվտանգության տեսանկյունից շատ աննկատ դառնում է վերահսկողություն եւ երեխան ասում է ինձ իրենց բառերով ասեմ, եթե թույլ կտաք, ինձ կոնտրոլ մի արեք, այսինքն ինձ մի վերահսկեք, որովհետև ես ճիշտ է այդպես անվտանգ եմ եւ պաշտպանված, բայց այդպես դանդաղում է իմ զարգացումը։ Այդպես ես չեմ կարողանում բացահայտել աշխարհը այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Եթե դուք ինձ պաշտպանում եք վտանգներից, եթե դուք ինձ սահմանափակում եք տարբեր վտանգների չհանդիպելու համար, ապա ես հետո ամենաանհարմար պահին կհայտնվեմ այդպիսի վտանգների մեջ։ Ուրեմն ուշադրություն։ Երեխաները, որոնք շատ պաշտպանված են ծնողների կողմից, հետագայում կրում են շատ բարդ փորձությունների հետևանքներ։ Օրինակ չեն ճանաչում մարդկանց տիպերը։ Եվ պաշտպանության մեջ հենց այսօրը եկեք մեզ համար մի անկյունում գրենք, որտեղ ես առաջին եթերից խնդրել եմ, որ դուք այս եթերների ընթացքում գրառումներ անեք։ Այսօր անպայման գրում ենք։ Ես ոչ թե երեխայից պետք է զրկելով պաշտպանեմ, այլ նրան ծանոթացնեմ մարդկանց։ Օրինակ, որ կան մարդիկ, որոնք ունակ են սիրալիր դեմքով բռնարար լինելու, որ կան մարդիկ, որոնք ունակ են կոնֆետով, այսինքն քաղցրավենիքով ինձ թակարդը գցելու, եւ կան մարդիկ, որոնք կարող են լինել կեղծ, բայց թվալ բարեկամ։ Օրինակ, այս 3 տեսակներից հենց այսօր ձեր պարտ կհամարեք, որ եթե այգում եք անցկացնելու կամ համեղ սեղան եք երեխային հյուրասիրելու, սեղանի շուրջ զրուցեք։ Դա տոնը չի փչացնում, դա տոնը երկարացնում է, որովհետև պաշտպանված երեխան դա տոն մարդն է հետագայում, ով չի կրում բարդ հետևանքներ այս այնքան էլ ոչ ապահով աշխարհից։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք Մարիամ, մշտապես թիրախային թեմաներից խոսելու համար, տալու համար այնպիսի ինֆորմացիա, որը շատ հաճախ մարդիկ մեծ գումարներ վճարելով են ստանում։ Իրականում Մարիամի վիդեոները, երբ որ մենք նայում ենք, ասում ենք ինչքան ինֆորմացիոն բազա կա, որը մարդը կարող է վերցնել հենց այդ տեսանյութից, այն դեպքում, երբ որ դրա համար հաճախ գնում ենք, նստում ենք X սենյակում եւ զրուցում ենք, այնպես որ եւս մեկ անգամ շնորհակալ ենք այս խորհուրդների համար եւ վստահ եմ հեռուստադիտողներն էլ կօգտվեն դրանից, որտեղ ամենակարևոր բանը դա ինֆորմացիան է, իսկ Մարիամը անվճար սկզբունքներով այդ ինֆորմացիան ձեզ տալիս է, օգտվեք առիթից եւ վերցրեք, լսեք հոլովակները, շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք ինչ ենք անում։ Իսկ մենք դիտում ենք գովազդ եւ վերադառնում